դերասանից ունենա կրթություն, դառնա դերասան, հետո սովորի բարձրագույն կրթություն ստանա, սովորի բեմադրական աշխատանքի գործերը, ինչպես են սցենարներ գրում, ինչպես են ստեղծում նորա, այսինքն ամեն մարդ պետք է իրեն տեղում, ցավոք սրտի հիմա այդպես չի, այ ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի այն դեպքում, երբ Հայաստանում և առասարակ ամեն տեղ, ամեն մարդ զբաղվի իր գործով, թե չէ հիմա փողկապը կապում են, ասում են ես իրավաբան եմ, ես մինիստր եմ, ես չեմ ընդունում այդպիսի բան, իսկ դրա համար մեզ մոտ խալտորա չկա, մեծն Ստանիսլավսկին ասում էր, չի կարա ասի, ես կրկեսի դեր, կասեմ ցույց տու, էլ չի կարա փողկապը կապի, ասի ես մինիստր եմ, Ստացվում ամենալուրջ մարդիկ կրկեսում են։ Կրկեսում, այո, դուք կարծում եք, ամենալուրջ մարդիկ կրկեսում են, որտեվ այնտեղ էլ պետք է մտածել, գործել։ Պարոն Պետրոսյան, ընդունված է ասել, որ երկարակյաց մարդիկ հանդարտ մարդիկ են, այսպես ասած դինջ մարդիկ են, դուք նյարդով մարդ եք, ակտիվ մարդ եք, կենսախինդ մարդ եք, պահանջկոտ մարդ եք, խիստ մարդ եք։ Այստեղ հակասություն չկա։ Ասում են նյարդային բջիջները ավելի շուտ են մահանում եւ հանդարտները ավելի երկարակյաց են, բայց ստացվում է, որ դուք լինելով ակտիվ մարդ, նյարդով մարդ, լավ իմաստով եմ ասում։ Չէ, ինձ դա օգնում է։ Շատերը գուցե մտածեն, որ ես չեմ կարող հանգիստ խոսել, հանգիստ բացատրել։ Ես ակտիվ եմ, ես երբ մի բան ասում, գիտեք, կրկեսում չկա այսպես, ես մի բան ռեժիսորը ասեց, մարզիչը ասեց, այս աշակերտը կամ սանը, կամ դերասանը սկսում է կամ մի անգամից, կրկեսում պետք է 8 ժամ օրը պարապես, եթե 7 ժամ պարապես չի ստացվի, դրա համար մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել, քանի կրկեսի լավ դերասան ունենք, այնպես որ այդ հարցը այդպես կարող էի պատասխանել։ Եվ եթե հետահայաց նայեք ձեր կյանքին, կա հանգրվան, կա տեղ, որ կուզեիք փոխեի կամ որևէ ձևով շտկեի, կամ մի դաս եք ձեր կյանքի փորձով ստացել, որ եթե հիմա մեզ ասեք, մենք կշահենք եւ չենք անի գուցե նույն սխալը, ինչ որ դուք արել եք կամ ձեր փորձով եք համոզվել։ Գիտեք, օրինակ ամեն ինչը նաեւ կախված է, երբ երեխան մեծանում է, շատ մեծ նշանակություն ունի, թե որ միջավայրում է կրթվում դերասանը։ Օրինակ ես ծնվելով Թբիլիսիում հայկական պետական թատրոնի մոտակայքում, ծնվելով այնտեղ դպրոցը սովորելով, այդ միջավայրում հնարավոր չէր, որ ես արվեստի մարդ չդառնայի։ Պատկերացնում եք ամեն օր ես դիտում էի ներկայացումները, այն ժամանակ կոչվում էր Ստեփան Շաումյանի անվան, հիմա Աբելյանի անունն է կրում։ Ես տեսնում էի գալիս էին մեզ մոտ հյուրախաղերի Հրաչյա Ներսիսյանը, թվարկեցի, չէ, մի քիչ առաջ, Վահրամ Փափազյանը, Բաբկետ Ներսիսյանը, գալիս էին հյուրախաղերի, ես ընկնում էի իրենց հետևից, տեսնում էի ինչպես են թատրոնում, բայց ինչպես սովորել, ուր գնալ, խմբակ չկար, նույնը կրկեսում, եւ պատահաբար տեսա հայկական կրկես Ենգիբարյան։ Սկզբից տեսա կինո 62 թվականին գնում էր ֆիլմը Ճանապարհ դեպի կրկես, 1000 անգամ տեսա։ Ու մտա այդ կրկեսի կախարդական աշխարհը, որից հետո տեսա ազդագրերում հայկական կրկես Լեոնիդ Եղիբարյան։ Ուղիղ 1 ամիս հայրս ուզում էր տաներ իր մոտ, որպեսզի ես ցույց տայի այն հնարքները եւ ինքը խորհուրդ տար։ Եվ ինքը իհարկե ընդունեց ինձ դժվարությամբ եւ ասեց դու կլինես երկրորդ հայը, որ կսովորես Մոսկվայի այն ժամանակ միակ պետական կրկեսային ուսումնարանը, այդպես էլ արեցինք։ Պատահականության հետ էլ է կախված։ Պատահականությունից էլ շատ բան կա։ Եթե չլիներ այդ ամենը, ես ինչպես կարող էի այն ժամանակ նույնիսկ հեռուստատեսություն չկար եւ կրկեսի դերասան դառնայի։ Այնպես որ դա էլ շատ կարեւոր է։ Եվ կարեւոր է որ ծնողներն էլ ճիշտ ընտրեն
այն մասնագիտությունը իրենց երեխաների Եվ աջակցեն երեխային։ Եվ աջակցեն եւ հիմա բոլորն ասում են իրավաբան թող։ Այ մարդ կարող է այդ մարդը իրավաբան չի ուզում դառնալ։ Տնտեսագետ, իրավաբան, Այո։ հիմնականում էսա չէ։ Իսկ այս տարիքային խմբի համար 60 եւ ավելին մեր երկրում մի տեսակ վերաբերմունքից սկսած մա տարիքով մարդ է էլի, այսինքն Այդ դա այո։ Այդ դրա հետ կապված եմ ուզում ձեր կարծիք։ Ես դա տեսնում եմ, գիտեք, մի քիչ հարգանքը դեպի մեծերին այն չի։ Իհարկե կան եւ լավ մարդիկ, որոնք հարգում են մեծերին, բայց ես մի քիչ ռեժիսոր եմ մասնագիտությամբ եւ տեսնում եմ, որ ոչ բոլորն են, որ ընդունում են դա։ Գիտեք, հարգել մեծին նշանակում է հարգել առաջի հերթին իրեն։ Հարգել ծնողին նշանակում է հարգել առաջին հերթին իրեն։ Այդ բանը մի քիչ չկա, բայց կարծում եմ, որ համապատասխան աշխատանք տանելու դեպքում ես լավատես եմ։ Մենք նորից կհասնենք դրան։ Մենք իմիջիայլոց Սովետական միության երկրների, հանրապետությունների մեջ առաջին տեղերն էին գրավում, ովքեր հարգում էին մեծերին։ Եվ կվերականգնենք այդ ավանդույթները։ Պարոն Պետրոսյան, այդքան հարգանքի պակասը չի իմ կարծիքով, որքան արտերկրում օրինակ 60-ից հետո մարդիկ երկրորդ շնչառություն են վերցնում, իրենց հոբիով են զբաղվում, զբաղմունք ունեն, հոբի ունեն, ճամփորդում են։ Մեր երկրում կարծես թե այդ մարդիկ իրենց լուսանցքից դուրս դնեն, զբաղմունք չունենան, հետաքրքրություն չունենան, ապրեն միայն տնային հոգսերով, եւ դրանից էլ գալիս է արդեն վերաբերմունքը։ Գուցե այդ մարդիկ հենց իրենք պետք է ուժ գտնեն, գիտակցելու որ 60-ը դա տարիք չէ։ Ձեր օրինակը բոլորը պետք է 60-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է, ներողություն։ Որ ես գնամ նստեմ տունը։ Դու կկախվեմ ես։ Ոնց կարող է գնամ նստեմ տունը։ Այ հիմա ձեզանից հետո ես արդեն գնում եմ դասի։ Ստուդիայի պարապմունքներն են։ Որից հետո գնում եմ կրկես հանդիպում ենք մեր վարպետներին, որոնք պետք է ճիշտ որոշենք, թե որտեղ են լինելու գրիմանոցները, ինձ այսինքն շինարարական աշխատանքներին էլ եմ դա նույնիսկ մասնակցում։ Այնպես որ եթե մարդը ստեղծագործական մարդ է, ինքը 60 տարեկանից բարձրել միշտ կստեղծի իր համար պայմաններ, որ ինքը աշխատի եւ ապրի ճիշտ առողջ ռիթմով։ հագեցած կյանք ունեն, անկախ մասնագիտությունից, իհարկե։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հուսանք, որ ինչպես ասացիք, ամենաուշ ութսունամյակին կրկեսում եք լինելու արդեն, Երևանի սպասված։ Չի կարող լինել։ Մնում է Աստված տա ինձ երկար կյանք, որ հասնեմ 80 տարեկան։ Կտա, թե դուք դեռ խիվրապտույտ եք անում այս տարիքում, կտա հաստատ։